Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հուսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր դոնե սուրբ ծննդյան, ավետիս, դիարը մերո եւ հայտնության ավետիս։ Այսօր սուրբ գույսն անաբագան ավետիս, ծնավ եփեր զամմահ արքայն ավետիս։ Այսօր ռեշտագը հետնիցիչան ավետիս ընդ մեզ օրտեն զամմահ արքան ավետիս։ Սիրելիներ, իսկապես որ այսօր ծնծության օր է, որովհետև Աստուծո միածին որդին Հիսուս Քրիստոսը Սուրբ Երրորդության երկրորդ թեմքը աշխարհ եկավ, մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելաբես Սուրբ Գույս Մարիամեն եւ այս մեծ ու սքանչելի խորհուրդը Տերը գադարեց վասն մերո փրկության, մեր փրկության համար։ Հետևաբար այսօր սիրելիներ, մեր փրկության դոնն է, այսօր մեր խավարյաններուս, խավարի մեջ ապրողներուս լուսավորության օրն է։ Անոր համար Եսայի մարգարեն 60-րդ գլխու առաջին համարի մեջ կսե. Ելիր լուսավորվե, քանզի քու լույսդ եկավ եւ դիրոջ փառքը քու վրա ծագեցավ։ Սիրելիներ, թող դիրոջ փառքը մեր վրա ծագի, Քրիստոսի լույսով նորոգվենք եւ մանուկ Հիսուսին դիմաց խոնարելով, երկրպագելով իր սուրբ անունը փառաբանենք։ Սուրբ ծննդյան դոնը սիրելիներ, այո, ծնծության դոն է, բայց երկու տեսակի ծնծություն կա։ Ծնծություն կա, որ աշխարհային է, ծնծություն կա, որ երկնային է։ Սուրբ ծննդյան դոնը սիրելիներ երկու ձևով կարելի է դոնել. աշխարհականներուն հետ, երկնայիններուն հետ։ Եվ այսօր գուզեմ սիրելիներ այս հոգևոր նախաճաշի ընթացքին հարց տալ ցեզի եւ ինձի, որ տեսակի ծնունդը մենք կդոնենք, աշխարհիկ ծնունդը, թե ոչ երկնային ծնունդը։ Այլ խոսքով աշխարհականներուն աշխարհին հետ կդոնենք Քրիստոսի սուրբ ծնունդը, թե ոչ երկնայիններուն հետ։ Եվ պիտի հարցնեք, հայր Բարթև, ինչ է դարբերությունը։ Դարբերությունը հսկա է սիրելներ, որովհետև մեկը Քրիստոսի սուրբ ծննդյան անունը գօգտագործե, սակայն իր ամբողջ եղելությունը աշխարհիկ է, իսկ մյուսը սիրելներ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը գտոնե։ Բացատրեմ ցեզի, ավելի հստակացնեմ, որբեսի տեսնենք, թե մենք սուրբ ծննդյան որ դոնը գտոնենք։ Այսօր սիրելներ, աշխարհի մեջ սուրբ ծննդյան դոնը արևմտյան աշխարհը գտոնե դեկտեմբեր 25-ին, հայերս հունվարի 6-ին, Ղբդիները հին դոմարով հունվարի 7-ին եւ այսպես շարունակ դարբեր օրերու։ Բայց սիրելիներ, հետեւյալն է. աշխարհի մեջ այնպիսի երուզեր գլա սուրբ ծննդյան ժամանակ, որով ամեն մարդ վասկի մեջ է։ Ինչ վասկ։ Վաճառատուները իրենց խանութներուն վրա գծանուցանեն, գկովաստեն զեղչ վաճառք, սուրբ ծննդյան զեղչ վաճառք։ Անոնք, որոնք գաղանթի խաղալիքներ գծախեն, գվաճառեն, կամ գաղանթի ծննդյան ծառեր, մարդոց գկովաստեն ասելով նոր տեսակի, քեղեցիկ, արդիական ծառեր, ծննդյան ծառեր, քույնսկույն նվերներ, գաղանթի խաղալիքներ, կամ նվերի փաթոցներ, նվերի թուղթեր, եւ այսպիսով ահավասիկ հսկա կովաստներ գնեն։ Վաճառատուները իրենց
հակուստեղենները, ծմերնային հակուստերուն համար ծննդյան զերծ վաճառք կհայտարարեն, քիներու նվազում կհայտարեն, սուպերմարկետները, ուտեստեղենի խանութները, ծննդյան զերծ վաճառք, խոզի բուդը այսքան գարժե, ծուն այսքան, մսեղենը այսքան, չիրու չամիչը այսքան, մանդոլինը, խնձորը, անանասը եւ այլն այսքան։ Եվ սիրելիներ, ժողովրդի խելահեղ վազքը, մարդիկ իրարու վրայեն անցնելով, գողկրդելով, իրար նեղացնելով, հրմշտգելով, իրարու նկատմամբ ահավոր խոսքեր խոսելով, հայոյելով, հիշոցներ գադարելով, մրթմրթալով, փրթմրթալով, քնումի գվազեն, գարկը հերթը երկար, որբեսի վճարումը գադարեն, մեկը մույսին անթեպ անհանդուրժող, աններող, եւ այս բոլորը սիրելիներ ինչ անունի տակ, Սուրբ ծննդյան անունի տակ, որովհետև ինչու, որովհետև Սուրբ ծննդյան հսկա սեղան պիտի պատրաստվի, բլինչիկները պիտի փաթթվին, խոզի բուդերը կամ լման խոզը պետք է տրվի, գոգորտիլոզ զարգացած երկիրներու մեջ, Ամերիկայի մեջ, հայկական սեղաններուն վրա առանց գոգորտիլոզի չլար, եւ այս բոլորը ինչու համար, դպավորելու համար հյուրերը, որովհետև անցյալ դարի, եթե թունքացած էր ուրիշին դունը, Թուն այս տարի զիրեն հրավիրած ես, որբեսի ցույց տաս, թե թուն ավելի լավը գնես, ավելի լավ ցևով կգազմագերբես ծննդյան ընթրիքը կամ ջաշը։ Եվ այս բոլոր հևքին մեծ սիրելիներ մարդիկ կմոռնան ինչը, ծնյալ փրկիչը։ Մայրեր խելահեղ վասկի մեջ, թե ինչ նվերներ պետք է առնեն իրենց զավակներուն, կամ իրենց եղբոր քրոջ զավակներուն, կամ հարազատին, կամ բարեկամին։ Ստրես վիճակի մեջ, ընջախտի մեջ, քիշերները քուն չգա, քիշերները հերախոսի վրա շուգա գնեն արդեն, շապին կնեն, որ ինչեր պիտի արդեն, ինչեր պիտի պատրաստեն։ Նույնիսկ քաղաքապետարանները, քաղաքները իրարու հետ մրցակցության մեջ են, որ ով ավելի գեղեցիկ ու ավելի հսկա, ավելի բարձր ծառ պիտի տնեն, դոնածառ պիտի տնե։ Եվ այս խելահեղ վասկի մեծ սիրելիներ, դժբախտաբար ադելություն, հայոյություն, ստրես վիճակ, նյութական բարդք, նյութական նեղություն, անհանդուրժողություն, անհասկացողություն ընտանիքներու մեջ, փոխանակ սիրելներ գետրոնանալու, հոգևոր, երկնավորներուն հետ սուրբ ծնունդը դոնելուն վրա։ Եվ ասեմ, սատանան երբեք չարքիլեր մարդոց, որ աշխարհիկ ցևով ծնունդը դոնեն։ Ընդհակառակը մարդոց գկաչալեր է որ ուրախանան, հերանան, ծնյալեն եւ գետրոնանան նյութական իմաստներուն վրա։ Որովհետև սատանան գիտեր սիրելիներ, մարդիկը հերացնել ճշմարիտ իմաստեն ծննդյան։ Սատանան սիրելիներ գուզե միշտ ըսպաղ բայել մարդիկը, որբեսի ծնյալ փրկչին չմոդենան։ Տեսեք սիրելիներ, ծնողներ երկար հերթերու կգանքնին, նկարիչներ գվարցեն, որբես իրենց զավակը դանին, ծննդյան նկարներ նկարեն, գաղանդ բաբային հետ, ծմեր բաբիին հետ, մոլերու մեջ ծմեր բաբիին համար, գաղանդ բաբային համար, աթոր կպատրաստվի, և երկար շարք, հսկա կումար կվճարվի, որբեսի մարդիկ իրենց երեխաները նկարեն, կամ երտան իրենք նկարվին, և եթե հղի է գինմը, ապա սիրելներ դժբախտաբար փորը փացած, չես գիտեր ինչու համար, ինչ կապ ունի, եւ անիկա փացիկի վերածած, քարտի վերածած, վրան գրած է ծննդյան բարեմաղթանքներ, բայց ոչ այդ քարտին վրա,
ոչ Հիսուսի անուն կա, ոչ Հիսուսի համար խոնարհում կա, ոչ մեկ բան, այլ ընտանեկան ալբյում, որբեսի ծննդյան դոնը դոնվի հիշեն։ Անտին սիրելիներ, որքան երեխաներ, որբացած, որքան մեր ազգի մեջ ցավալի վիճակ, մայրեր արցունքի մեջ, որ իրենց զավակները հողին անցած են, հայրենիքի համար, ընտանիքներու սրբության համար, հավատքի համար, եւ անոնց մասին մտածող չկա։ Իսկ երկնավորներուն դոնացը սիրելիներ Քրիստոսի սուրբ ծնունդն է։ Այն ինչ որ հրեշտակները երկեցին հովիվներուն եւսին, փառք բարձունքներու մեջ, խաղաղություն աշխարհի, մարդոց միջև հաջություն, փառքի բարձունս Աստուծո եւ երգիր խաղաղություն, իմ մարդիկ հաջություն։ Եվ ինչ էին հովիվները սիրելներ, երբ հրեշտակներեն իմացան ավետիսը, երբ Գաբրիելը հրեշտակապետը ավետեց անոնց ասելու համար, որ ցեզի մեծ ավետիս, այսօր Բեթլեհեմ քաղաքի մեջ ցեզի բրգիչը ծնավ, եւ հետեւյալը ցեզի նշանը լա, պիտի երթակ եւ քարայրի մեջ պիտի տեսնենք մանուկը, որ խանցարուրով պատված է եւ մսուրի մեջ տրված։ Եվ ինչ էին հովիվները, երբ հրեշտակները երկեցին փառքի բարձունսու, փարսացան երգինք, հովիվները ասին երթանք, տեսնենք, ու ուրքացին, ջաշարան չկացին սիրելներ, չկացին խանութներ, քնումներ անելու, չկացին մոլեր գաղանք բաբային հետ նկարվելու, կացին սիրելիներ խոնար, քարայրը, կացին մսուր, կացին եւ երգրբակեցին, դեսան Հիսուսը ու փառավորեցին, օրտնապանեցին անոր սուրբ անունը։ Այնտեղ դեսան Մայրիկ Աստվածածինը, այնտեղ դեսան Հայր Ովսեփը, որոնք սիրելիներ երգար նեղության ջամփաները անցան։ Նույնիսկ թուրեր տագեցին, որբեսի Բեթլեհեմի մեջ մարդիկ զիրենք ընդունին, դեղ չկդան, անոնց դիմաց բոլոր դռները փակ մնացին։ Եվ ահա քարայր մնե որ զիրենք հյուրընկալեց, այնտեղ էր որ բրգիչը ծնավ։ Եվ ծնավ, որբեսի այս աշխարհի մեջ լքված, այս աշխարհի վրա աղքատաբրած, այս աշխարհի վրա անդեսված մարդոց անգամ հույս տա, որ ինք բոլորին համար ծնավ, եւ աղքատին եւ հարուստին, եւ լքյալին եւ ընտանիք ունեցողին։ Ահա սիրելիներ, ժամանակն է որ մենք սիրելիներ երկնայիններուն հետ երկնավոր ծևով դոնենք Քրիստոսի սուրբ ծնունդը։ Այո, սիրելի ծնողներ, ժամանակ ունիք ձեր զավակները Դանիել նկարելու գաղանդ բաբային հետ, շատ լավ գնեք։ Բայց միթե ժամանակ չունիք ծնյալ փրկչին բերելու, ձեր զավակները եկեղեցի բերելու, եկեղեցի գալու եւ խոնարհելու Տիրոջ դիմաց, որ վասն մերո փրկության ծնավ։ Այո, ժամանակ ունիք սիրելիներ, հսկա գումարներ ծախսելու, խոզի բուդեր, կամ տեսակ միրգեր քնելու, ունիք գումարը անոնց, նույնիսկ եթե բարգիդակ կինակ, որբեսի դպավորեք ուրիշները, որ հանգարց ուրիշները եթե ծեր դուրը կան, ինչ մի լսեն, եթե սեղանը զարտարված չլա ու դեստեղեններով։ Եվ հաջորդ օրը մարդիկ արդեն հիվանդանոցները գինան, թունավորված դուրս մնացած ճաշերեն, բայց մյուս կողմեն մեր հայրենիքի մեջ որքան որբեր կան, որքան սիրելիներ մանգադուներ կան, լքված զավակներ կան, որքան սիրելիներ արցունք տապած զինվորի մայրեր կան, հայրեր կան, այլիացած երդասարդ գիներ կան, որբացած երեխաներ կան։ Ինչ բաժին կհանենք անոնց մեր սուրբ ծննդյան այս ուրախութենեն։
Այո սիրելիներ, իրարու դուներ գայցելենք, իրարու համար նվերներ գտնենք, բայց ինչ կուտանք դիրոջ։ Ինչ կուտանք դիրոջ։ Սուրբ Ծննդյան անունին դակ երկեր գերքենք, Սուրբ Ծննդյան անունին դակ նվերներ կփաշխենք, բայց ամենը գնենք իրարու, բայց ոչ դիրոջ։ Ճիշտ կսե Հովանես Ավետարանիչ, երբ կխոսի լույսին մասին, Քրիստոսի մասին, գսե փաններ ճշմարիտ լույսը, որ աշխարհ գալով գլուսավորե ամբողջ մարդկությունը։ Առաջին գլուխ 9-րդ համար եւ 10 եւ 11 համարներու մեջ դեսեք ինչ կսե։ Աշխարհի մեջ էր անիգա։ Աշխարհը իր մովը ստեղծվեցավ, սակայն աշխարհը զինք չջանցավ։ Այսօր շատ քրիստոնյաներ սիրելեր ծնունդը գտոնեն առանց ծնյալ փրկիչը ունենալու իրենց մեջ։ 11-րդ համար իր իսկ ստեղծած աշխարհ եկավ, բայց իր իսկ ստեղծած մարդիկը զինք չընդունեցին։ Եթե այսօր իմ ծնունդը սլար, կամ ցեզ մեկուն ծնունդը, եւ հրավիրեինք բարեկամներ, հարազատներ, եւ քային, ուդեին, խմեին, իրարու նվեր փոխանակեին եւ իրարու հետ զրուցեին, իրար ողջունեին ու մեզ չշնորհավորեին, ինչպես կսկայինք։ Ահա այսօր այս խելահեղ վասկին մեջ աշխարհի ցանկի ճիշտ այդպես կրենք սիրելներ։ Դուրս ցկացենք ծնյալ փրկիչը մեր ընտանիքներեն։ Մսուրներ գտնենք սիրելներ մեր ընտանիքներու մեջ, մեր դուներու մեջ, բայց այդ մսուրի մեջ չենք տեսներ խոնար փրկիչը, որ գուզե մեր հոգիները խոնարեցնել, մեր դունը խոնարեցնել։ Ձար գտնենք որպես զարտարանք, չենք գիտեր որ այդ ձարը գենաց ձարն է սիրելներ, որ Քրիստոս ինք հայտնվեցավ եւ այդ ձարը նաեւ խորհրդանիշ է իր խաչելության, որովհետեւ Քրիստոս ծնավ որբեսի մեզ սիրելներ փրկե եւ իր ծնունդն ու խաչելությունը միադեղ է որ հավասի կտրվի։ Սիրելներ, լույս աշխարհ եկավ, բայց մենք հերույ ենք այդ լույսեն այսօր։ Այսօր մեր հայրենիքը հերույ է այդ լույսեն։ Այո սիրելներ, բսպղուն լույսեր ամբողջ աշխարհի մեջ կդարածվի, կզարտարվին, ջամփաներ, դուներ, գաղանթի ծառեր, դոնաձարեր, բայց մեր հոգին մեջ խավար կա։ Այո, մեր դան սեղանները լիքն են ուդեսներով, ջաշերով, բայց մեր հոգին անոթի է ծնյալ փրկչի ներկայությամբ։ Զավակները մեր սիրելիներ գիտեն գաղանթ բաբան, գիտեն ծունանուշը, գիտեն էլֆերը, թզուկները, որ գաղանթ բաբային հետ կուքան, զանոնք գիտեն անուններով, բայց չեն գիտեր սիրելներ, որ Հիսուս Էմանուելն է, որ Էմանուել կնշանակե Աստված մեզի հետ։ Գիտեն սիրելիներ, թե ուր կգտնվի գաղանթ բաբան, անոր կորձարանը, բայց չեն գիտեր, որ Հիսուս Բեթլեհեմ քաղաքին մեջ խոնար քարայրի մեջ ծնավ։ Այս բոլորը, որովհետև մենք չսորվեցուցինք անոնց։ Այս բոլորը, որովհետև չեն տեսներ զավակները, որ մենք կխոնարինք մսուրին թիմաց, խաչյալին թիմաց, ծնյալին թիմաց, գերգրբակենք ու կփարավորենք զինք։ Սիրելիներ, այսօր լույս աշխարհ եկավ։ Այսօր լույսը Քրիստոս մեզի համար ցակեցավ, որբեսի լուսավորե մեզ։ Եփեսացիներու նամակի 5-րդ գլխում մեջ 14-րդ համար Պողոս առաքյալ գսե. Արթնցիր, ով քնացած, դուրս եկուր քու մերելութեն հետ, եւ Քրիստոս պիտի լուսավորե քեզ։ Այսօր ժամանակն է սիրելներ արթնալու։ Այսօր ժամանակն է անհատապես ընտանիքով, ազգովին դուրս գալու մեր մերելութենեն, մեր թմրութենեն,
մեր խավար վիճակեն քալու Քրիստոսի, որովհետև Քրիստոս է որ պիտի լուսավորե մեզ, Քրիստոս է որ պիտի լուսավորե մեր հայրենիքը, Քրիստոս է որ պիտի լուսավորե մեր եկեղեցին, մեր pedagogiությունը, մեր զինվորները, մեր դուները, ամբողջ աշխարհը, սիրելիներ, մոքերը Պետրեմի աստղին, լուսավոր աստղին հետևեցան եւ հասան Քրիստոսի։ Հովիվները դեսան երկինքեն ցակող լույսը եւ հրեշտակներուն ցայնը լսեցին, Փարքի բարձունսը լսեցին ու կացին լույսին դիմաց ու երկրբակեցին։ Սիրելիներ, եկեղեցի երթանք, Աստուծո դունի երթանք, Քրիստոսի երթանք, երկրբակեն Քրիստոսի դիմաց, փառավորենք Տիրոջ անունը, Մայրիկ Աստվածածնին հետ, Հայրով Սեպին հետ, հրեշտակներուն հետ, սուրբերուն հետ, հովիվներուն հետ, մոքերուն հետ, չլավոր աշխարհի իմաստով դոնենք ծննդյան դոնը, ծննդյան դոն անունով առանց ծնյալ փրկին, այլ դոնենք սուրբերուն հետ, դոնենք հրեշտակներուն հետ, դոնենք Աստվածամոր հետ, դոնենք Հայրով Սեպի հետ, ծնյալ փրկիչը, Հիսուս Քրիստոսը, որ մեզ խավարեն լույսին բերավ, անկիդութենեն կիդության բերավ, որբեսի մենք կարողանանք սիրելներ սուրբ ջամփաներու մեջ ենք ալել։ Սրդանց կաղոթեմ, որ այսօր մեր հայրենիքը, մեր դուները եւ մեր սիրտը Պետրեմի վերածվին խոնար քարայրի, վերածվին մսուրի։ Մենք այնտեղ բարգինք սիրելներ, եւ Քրիստոս իր ողորմության քութի խանցարուրով փաթեմես ները մեր մեղքերը, մեր անհատական, ընտանեկան թե ազգային մեղքերը։ Այս սուրբ ծննդյան օրը իրարու հետ սիրելներ սրբությամբ ապրինք։ Թող վերջ տրվի հայրենիքի մեջ ամեն տեսակ ադելություն, ըլլա անհատական ադելություն, ըլլա եկեղեցու եւ իշխանությանց միջև ադելություն, վերջ տրվին սիրելներ անհամացայնությունները, երկբարագությունները եւ Քրիստոսի սիրով սուրբ ծնունդը դոնենք։ Քրիստոս ծնավ, որբեսի խավարը, շփոթությունը, նեղությունը, ադելությունը, ողը, քենությունը, հայոյությունը հերացնե մարդոց մեջ են եւ անոնց փոխարեն բերե օրտնությունը, խաղաղությունը, լույսը, սրբությունը, համերաշխությունը, ներթաշնագությունը։ Սուրբ ծննդյան այս սկանչելի դոնին օրը սիրելներ կշնորհավորեմ ցեզ բոլորդ անխտիր, կշնորհավորեմ մեր հայրենի ղեկավարությունը, մեր եկեղեցվո թասը, աղոթելով որ Աստված սուրբ առաջնորդներով լեցնե մեր եկեղեցին, բայցարացնե զայն, որբեսի մեր առաջնորդները, մեր ժողովուրդը առաջնորդեն Քրիստոսի։ Գաղութեմ որ Աստված մեր բեդության մեջ օրտնյալ այրեր բերե, Աստվածավախ, սրբության ջամփու մեջ են կալող, որբեսի ժողովուրդը չքայտակեցնեն, այլ առաջնորդեն թեպի խաղաղ նավանկիստ։ Աստված թողորտնե մեր հայոց սպանակը իր բոլոր գազմով, վերին հրամանադար գազմով, սպաներով, թե զինվորներով։ Աստված բահե բահբանես իրենք ամեն տեսակ փորձությունները եւ փորձատները։ Աստված թող օրտնե մեր քերեվարված զավակները, դուն վերաթարնան եւ հայրենիքի մեջալ բոլոր սիրելներ, փանդարգյալները սրբությամբ դուն թարնան, ազատություն ունան եւ այլևս սիրելներ մեղավորները շտկվին, իսկ անմեղները արցակվին։ Քրիստոսով սիրելներ սեր թող դարածվի մեր հայրենիքի մեջ։ Կխոնարհիմ հիշադակին թիմաց բոլոր մեր ննչեցյալ եղբայրներուն, հերոսներուն, որոնք իրենց արյունը թափեցին եւ անոնց շնորհիվ այսօր մենք հայրենիք ունենք ու մենք գանք։ Մխիթարություն նահատակ զինվորներու մայրերուն Քրիստոս ինք թող մխիթարե։ Սիրելներ Քրիստոս չծնավ բալատներու մեջ, այլ ծնավ խոնար մսուրի մեջ, որբեսի անոնք, որոնք գոդրված հոգի ունին, նեղության, դրդմության մեջ են, խոնար փրկին երթան, ան է միակ մխիթարիչը եւ սփոփողը։
Առողջություն կմաղթեմ հաշմանդամ բոլոր զավակներուն, որոնք պատերազմի ընթացքին իրենց մարմնի մեկ անդամը հաշմ դարձավ։ Առողջություն բոլոր անոնք, որոնք հիվանդանոցներու կամ դուներու մեջ հիվանդ են, հոգեգան հիվանդ կամ մարմնավոր հիվանդ, Աստված առողջություն տա։ Ջամփորդներուն դերը ջամփորդագից դառնա։ Մեր ընտանիքները զարդարե սրբությամբ, վերանան մեր ընտանիքներու մեջ են սիրելներ։ Ամեն տեսակի աշխարհեն սատանային եկող խաբեություններ, ընտանիքները ամուր հիմքերու վրա լան, այլևս ամուսնալուծումներ չլան, այլ սիրելներ սրբությամբ, ներտաշտակությամբ ու համերաշխությամբ ապրին զույգեր։ Այլևս վիժում չկատարվի մեր ընտանիքներու մեջ, այլ ամեն մարդ մեղայիկա եւ Աստուծո բարգեված ամեն երեխա սրբությամբ ծնի։ Մեր սիրելիներ հայրենիքի մեջ Աստված բահե բահբանե ոստիկանները, փուշկույրերը, բժիշկները, ամեն տեսակ հաստատությանց մեջ աշխատող ծառայողները, գամավորները, հերու մնան ամեն տեսակ փորձատները եւ փորձությունները, մանուկները խաղաղ երկինքի տակ ապրին ու մեծնան եւ սրբությամբ հայրենիքին ծառայեն, Աստուծո ծառայեն։ Սիրելներ, թող այսօր մեր հոգիներու մեջ էջ միածին կատարվի, միածինը թող էջ կատարե, թող ծնի մեր սրտերու մեջ, որբեսի ոչ մեկ դուն առանց խանցարուրի չմնա, ոչ մեկ դուն սիրելներ առանց ծնյալ փրկչին մնա, այլ Քրիստոսով ծնյալ փրկչով նոր օրհնություն, խաղաղություն եւ ուրախություն դարածվի։ Փառք ի բարձունս Աստուծո եւ երգիր խաղաղություն, ի մարդիկ հաջություն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ եւ մգրդվեցավ, ցեզի եւ մեզի մեծ ավետիս։ Թող Հիսուս Քրիստոսի սուրբ սերը, ներկայությունը, ուրախությունը, խաղաղությունը, բժշկությունը բոլորիս վրա դարածվի, ողջ աշխարհի վրա, մեր հայրենիքի վրա, մեր ընտանիքներուն վրա, մեր անձերուն վրա, որբեսի սիրելներ Քրիստոսի լույսով լուսավորված առաջ երթանք եւ մեր շրջապատի մեջ լույսը դարածենք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ սուրբ ծնունդ ձեր բոլորին։